Մենք մեր հարցազրույցները կշարունակենք վերջին իրադարձությունների մասին, այսպես կսենք, բայց հստակորեն մենք կուզենք խոսիլ Իրանի թեմ սանձազերծված Իսրայելի կողմէ պատերազմի հետևանքների մասին։ Մենք պիտի խոսենք շատ կարճ նախ Իրանահայության այսօրվա բարձած վիճակի մասին, գացության մասին, եւ հետո պիտի խոսենք նաեւ այս իրողություններու, այս պատերազմի հնարավոր անդրադարձներու մասին Հայաստանի եւ տարածաշրջանի վրա։ Եվ այդ ուղղությամբ ես հրավիրած եմ Հայաստան ցայնասպյուրի այս հաղորդումին պարոն Կարեն Խանլարյան, որ Իրանի խորհրդարանի վերջին տարիներու երկարադեպ այսպես պաշտոնավարություն ունեցած է որպես պատգամավոր, որպես երեսփոխան եւ որ տարածաշրջանի խնդիրներու, հարցերու, ռազմաքաղաքական խնդիրներու մասնակից է, պատմապան, պարոն Կարեն Խանլարյան, բարև ձեզ Կարեն։ Բարև ձեզ։ Շնորհակալություն այս հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, Հասկանալի է, որ բոլորս մտահոգված ենք այս նոր իրադարձություններու պատճառով, մասնավորապես պատերազմի ավելի հսկայական մեկ պատերազմի հնարավորության առջև այսօր տակավին երբ կարձանակրենք այս հարցազրույցը տակավին չենք գիտեր թե Միացյալ Նահանգներու որոշումը Դոնալդ Թրամփի որոշումը ինչ պիտի լա պատերազմի մեջ մտնել քաչալերել նեցուկ կանգնել Իսրայելին բացարձակ նեցուկ բերել այսինքն զորակցություն բերել թե հնարավորին չափ սահմանապակել այս պատերազմը բայց մենք պետք է նախ խոսենք եթե կարելի է պարոն Խանլարյան հայության մասին այսօր բասկահայությունը իրանահայությունը ինչ վիճակի մեջ կգտնվի եթե դուք տեղեկություններ ունիք Ախտումներ կա կամ խլրտումներ կա ամեն դեպքում կապի մեջ ինտերնետային համացանցային կապերը այդպես դյուրին չեն լինում ինչքան որ ես տեղեկացել եմ այնտեղ հայության հայ համայնքի ֆիզիկական վիճակը փառքաստու նորմալ է չկան այդպիսի զոհեր կամ վիրավորներ ֆիզիկական շենքին վնասվածքի առումով մի թեթև բաներ կան, բայց մտահոգիչ չեմ փառքաստու Այս կանը կարող եմ ասել եւ հույս հայտնել, որ այս վիճակը չշարունակվի, որտեղ Իրանի ժողովուրդը իսկապես հակառակ Իսրայելի պնդումներին, որ ինքը իբր Իրանի ժողովրդի հետ բարեկամ է եւ այլն, բուն հարվածը իջեցվում է հենց Իրանի քաղաքացիների եւ ժողովրդի։ Ուսամ ես շուտ ավարտվի ես Նաթանյահուի ես ավանդական այո խաղը։ Ես կուզեի մեկ հարցում եւս ուղղել ցեզի Իրանեն այսպես փախուստ տվող ընտանիքներու մասին, որտեղ խոսվի, որ օրական մի քանի 100 ընտանիք ոչ հայ հավարտավոր չէ, որ հայելամ, բայց ընտանիքներ կուքան եւ Գապաստանին Հայաստանի մեջ, արդյոք Հայաստանի մեջ ուխտուկ կբնակիկ սկալի է անոնց ներկայությունը եւ այս հարցը հանրության մոտ բաներ գարաչացնե մտահոգություններ կամ գեցվածներ գարաչացնե Ճիշտ որ ասեմ ես չեմ նկատել այդպիսի շարժ կամ ներկայություն Իրանի քաղաքացիների եւ այլն լսել եմ մի քանի ընտանիքներ հայեր որ ծանոթ եմ եկել են բայց տենց զանգվածային բնույթով տեղաշարժ ես գոնե ականատես չեմ եղել կամ չգիտեմ կարող է եւ տեղի է ունեցել ամեն այսօր ներողություն այսօր Ֆրանսիայի արտաքին գործոս նախարարը հայտարարություն մրավ ու գոչ կուղե բոլոր ֆրանսացիներուն որոնք կբնակին Իրանի մեջ
որ քաղաքը թողեն, այսինքն մասնավորապես Թեհրանը թողեն, դուրս գան եւ Հայաստան կամ Թուրքիա Աբաստանին եւ այդ միջոցով կամ Հայաստանի կամ Թուրքիայի վրայով Ֆրանսա վերադառնան։ Այո, այդ կոչերը տեղյակ եմ։ Ավելի հստակ օրինակ գիտեմ Բուլղարիայի դեսպանությունը իր դեսպանության կազմին եւ ընտանիքներին ամբողջապես փորձում է հանել կամ արդեն հանելու այդ գործընթացը ավարտել է։ Նման լուրեր կան, ստուգված լուրեր կան։ Մի երկու օր առաջ Իրանի դեսպանը Հայաստանում մի բան ունեցավ, որ ինքն էլ տեղյակ չէր ճշգրիտ թվերի հետ կապված, թե քանի հոգի են եկել, ասում էր մի 100 հոգի հակառակ ուղղությամբ ուզում էին գնալ հասնել Թեհրան, բայց օդային ճանապարհը փակնելու բերումով ստիպված ավտոբուսով իրենց ճանապարհեցին։ Այդ տեսակ տեղեկություններ կան կծկտուր, բայց որ հստակ պատկեր գոյություն ունենա, առայժմ գոնե ես չունեմ։ Շատ լավ։ Կարեն Խանլավյան, մենք պետք է նաև մտածենք հետագա օրերու մասին, հետագա ամիսներու մասին։ Առաջին հերթին մտահոգություն այն է, որ այս պատերազմը եթե սաստկանա եւ իսկական ամբողջական պատերազմի վերածվի, ինչ հետևանքներ կգնա ունենալ Հայաստանի, մասնավորապես Հայաստանի անվտանգության վրա, ինչ հարցեր կգնան ծագել Հայաստանի ամիջապես եւ երկարադեպ վասկի վրա, ինչով պետք է մտահոգվին հայերը ըստ ձեզի։ Տեսեք, հիմա այս պատերազմը գնում է հրթիռային մագարտակով եւ Իրանի զինված ուժերի միայն այդ այսպես կոչված օդային կամ տիեզերաօդային դիվիզիան է այս գործում ներգրավված։ Մյուս բաժինները պատրաստության մագարտակի են հասցված, օրինակ ցամաքային ուժերը, օդուժը, ծովուժը եւ այլն, բայց նրանք անմիջական մասնակցություն չունեն այս առճակատումների, բախումների, պատերազմական գործողությունների մեջ։ Նրանք կարելի ասել սպառված չեն, այսպես ասենք։ Այդ որոշ չափով ինձի բան անում, որ Իրանը այնուամենայնիվ իր հարևանության մեջ գտնվող պետությունների եւ տարածաշրջանների, օրինակ Հարավային Կովկասի նկատմամբ կարող է ունենալ դեռևս իր բանը, ռազմական պատրաստությունը կանխելու համար աննախատեսելի շարժումները, որոնք կձգտեն գեոպոլիտիկական պատկերը փոխել Իրանի շրջապատում։ Այդ թվում Հարավային Կովկասում, որի մասին բազմաթիվ անգամ Իրանի պաշտոնական անձիկ արտահայտել են, թե կարմիր գիծ է, օրինակ Հայաստանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը եւ այլն։ Այս իմաստով ես որոշ չափով մտածում եմ կարող է այս ուղղակի հրթիռային պատերազմի աստիճանը երկրորդական լինի Հարավային Կովկասում։ Ամեն դեպքում մտահոգիչ է, այսինքն այն բանը, որ չի կարող աստի Իրանի կամ ներողություն Հարավային Կովկասի քաղաքական ստատուս կվոյի վրա այս պատերազմը ես չեմ ընդունում եւ կարծում եմ, որ ուղղակի թե անուղղակի կարող է աստիճան ունենալ եւ վատ հետևանքներ ունենալ Հայաստանի համար այս դեպքում, ավելի կոնկրետ եթե ուզենանք ասենք, այդ միջանցքի իրականացման կամ նմանօրինակ այլ, որտեղ մենք գործ ունենք Հարավային Կովկասում, գործ ունենք ագրեսիվ, ֆաշիստական, դիկտատորական մի իշխանության հետ, Ալիևի իշխանության հետ, որոնք ընդհանրապես հակահայ իրենց նկրտումների եւ ցկտումների մեջ միջոցների մեջ շատ էլ տարբերություն չեն դնում։ Ինչքան էլ բանակցային գործընթաց է գնում այսօր Իրան-Ադրբեջան բնագավառում, այնուամենայնիվ այդ իշխանություններին ճանաչելով իրենց բնույթը ամեն դեպքում այդ վտանգը եւ այդ ռիսկը գոյություն ունի։ Կարեն Խանլավյան, մենք գիտենք, որ Ադրբեջանի մեջ այսպես խնդիրներ կան եւ նույնիսկ pedagogan մագարտակով
Իրանի հանդեպ այսպես թշնամական բաներ եղան արտահայտություններ, թշնամական վերաբերմունք եղած է վերջին տարիներուն եւ հերագա այսպես մեկ երազ գոյություն ունի, երազ կամ ծրագիր գոյություն ունի Ադրբեջանի մեջ, որ գմիդի Իրանի հյուսիս արևմտյան բաժինը ողել Իրանեն եւ գաբել Ադրբեջանին, այսինքն ադրբեջականը, բարձկական ադրբեջականը գաբել Իրանին եւ այդպիսի շարժումներ գոյություն ունին Իրանի մեջ, ազերիական, ասկայնական, այսպես զավալաբաշտական եւ գամ անչադողական շարժումներ գոյություն ունին երկար տարիներ եւ գիտենք նաեւ մեր ընթերցումներեն գիտենք նաեւ որ Միացյալ Նահանգներ աշխատած են այդ բանի վրա այդ ուղղությամբ այդ շրջանակներու հետ վերջերս լսեցինք որ այսպես Իրանի ադրբեջանցիներու չեմ գիտեր անչադողական մեկ շարժման ղեկավարը որ հիմա գտնվի Աբաստանաձե Բաքու գոչ ուղած է եւ մի քանի անգամ գոչեր ուղած է իր ասկագիսներուն, այսինքն Իրանի ազերիներուն, որ զինված այսպես ապստամբություն գազմագերբեն կենտրոնական ուժերու հանդեպ եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս բոլորը գիտնալով մեկտեղ այսօր ինչ ըստ ցեզի ինչ այսպես ակտ կամ թեփք պետք է բադահի, որ այսպիսի շարժումները կարողանան կարևորություն ստանալ։ Տեսեք, ես մի քիչ այլ տեղից սկսեմ, հետո ձեր հարցին ուղղակի կփորձեմ պատասխանել։ Տեսեք, այսօր Իսրայելի նպատակը կամ Նաթանյահուի ավելի որոշակի նպատակը այս արկածախնդրական պատերազմից ինչ է, դա նախ պետք է հասկանալ։ Սկզբում եթե նրանք ասում էին, որ ատոմային ռումբի հարց ունի Իրանը եւ մենք փորձում ենք կանխել ատոմային ծրագիրն Իրանի, որպեսզի ռումբ չարտադրի եւ այլն, այդ հեքիաթներն անմիջապես փոխվեցին ռեժիմ չենջի ձգտումին։ Այսինքն Նաթանյահուն արդեն մի քանի անգամ հստակ հայտարարել է, որ պետք է ռեժիմը փոխել։ Ռեժիմի փոխելու կամ ատոմային ծրագրի կասեցման այս երկու նպատակների բնորոշմամբ է պայմանավորվում Իսրայելի դաշնակիցների աջակցության չափը Իսրայելին։ Ես այսպես եմ մտածում, որովհետև ռեժիմ չենջը ներկայիս պայմաններում Իրանում համազոր է իր էությամբ համազոր է Իրանի տարածքային տրոհման եւ Իրանի մասնատման։ Այսինքն եթե այդ մասին խոսող չկա։ Իրանի մասնատման մասին խոսք չկա։ Արևմուտքի մեջ եւ Իսրայելի խոսույթի մեջ։ Այո, չկա, բայց բոլորը գիտակցում են, որ հենց այդ է նշանակում, ինչու որովհետեւ Իսլամական Հանրապետությունը այդ հողային ամբողջականության սկզբունքի առումով ալտերնատիվ չունի։ Այսինքն որևէ նոր վարչակարգ լինի դեմոկրատական, լինի, չգիտեմ, թագավորական եւ այլն, այս երկրին շատ արագ հաշված ժամանակաշրջանում կմղի դեպի այդ անջատողական շարժումների կարևորում եւ հաղթանակ միգուցե եւ այսինքն եթե ռեժիմ չենջ տեղի ունենա, այսպես կոպիտ կերպարզեցված ասեմ, եթե ռեժիմ չենջ տեղի ունենա եւ Իսլամական Հանրապետության փոխարեն որևէ այլ վարչակարգ կայանա Իրանում, մենք հավանաբար մեկ հզոր Իրանի փոխարեն ականատես կլինենք մի քանի 3-4 աստվածայման քանի փոքր մանր պետությունների, որոնց իշխանությունը հավանաբար եւ մեծ հավանականությամբ կհայտնվի շատ ավելի ծայրահեղական տեսակի մարդկանց ձեռքը, քան այն ինչ որ Նաթանյահուն կարծում է այսօր գոյություն ունի Իրանում։ Այսինքն պատկերացրեք մի պահ Խուզստանը անջատվի Իրանից կամ չգիտեմ հենց Ադրբեջանը եւ այլն։ Այո, կարող է շատ ավելի շովինիստական, չգիտեմ ֆունդամենտալիստական որևէ տեսակի
ծայրահեղական հոսանք սկսի իշխել այս տարածքի տարբեր անկյուններում եւ այդ մի քանի պետությունների հետ շատ ավելի դժվար է հարցերը լուծել, քան հզոր Իրանի, ամբողջական Իրանի հետ։ Ես կարծում եմ, սա գիտակցում են Պենտագոնում կամ ուր որ պետք է արևմտյան աշխարհում, սա գիտակցում են եւ լավ են գիտակցում, որ անջատողական շարժումներ կարող է գլուխ բարձրացնել այս ամբողջ հարցերի մեջ։ Իսկ որոշակիորեն Ադրբեջանի փանթուրքիստական նկրտումների ես պետք է հստակ ասեմ, որ Իրանում Իրանի ատրպատականցիների մեջ մինչև այնքան որ ես եմ հաջողել փորձել տեսնել եւ պրպտել ատրպատականցիների մոտ իրանասիրություն կամ ընդհանրապես իրանյան ինքնությունը գերակա է։ Իսկ ատրպատականի պատկանելիության խնդիրներն արտահայտվում են մայրենի լեզվի պահպանման եւ այլն եւ այլն։ Դրանք չեն հանգում հաճախ եւ շատ հաճախ չեն հանգեցնում անջատողական ձգտումների, ինքնավարության միջև իսկ ձգտումների։ Ատրպատականցիները իրենք իրենց իրանցի են համարում եւ սա մի տարի, երկու տարի այս պատերազմի հարց չի, սա ընդհանրապես մի քանի կարելի ասել վերջի 200 տարվա քաղաքական պատմության մեջ շատ են փորձել եւ Օսմանյան կայսրության ժամանակ, գերի թուրքերի ժամանակ եւ Քեմալական Թուրքիայի ժամանակ փորձել են ատրպատականը մի կերպ առանձնացնեն Իրանից, կցեն այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետությանը։ Տանկ այդ շարժումները մնացել են միայն քաղաքական մագարտակի վրա եւ չեն վերաճել ժողովրդական լայն մասանների մեջ որպես քաղաքական կամ ազգային ձգտում։ Դա չի կարողացել, հող չի գտել։ Եվ հիմա զարմանալիորեն ձեզ ասեմ, Տիկին Չոբոյան, որ Իսրայելի այս հարձակումների օրերին առաջի թիրախները Թավրիզում էին, այսինքն Ատրպատականի Շատ կենտրոնում։ հետաքրքրական էր, թե ինչու։ Այո, էդ էլ է շատ օթուժի բազա կա այնտեղ, Իրանի շատ հզոր օթուժի բազա գոյություն ունի, դրա վրա հարձակման հետևանքով բավականին ատրպատականցիներ զոհվեցին։ Եվ զարմանալիորեն Ատրպատականի, մանավանդ Թավրիզ քաղաքի ազգաբնակչությունը շատ ուժեղ հակաադրբեջանական եւ հակաթուրքական խոսքերով եւ ասույթներով հանդես եկան, մանավանդ երբ պարզվեց, որ Թուրքիայի օդային սահմանը օգտագործել է Իսրայելը որոշ իր ռազմական գործողությունների համար, այդ ավելի թեժացրեց հակափանթուրքիստական նկրտումները, հակափանթուրքիստական զգացումները։ Եվ բազմաթիվ բաներ կան այս ուղղությամբ, փաստեր կան, թե ինչպես ատրպատականցի ժողովուրդը Ալիևին քննադատում են իր սխալ քայլերի համար, հակաիրանական կեցվածքների համար, նույնը եւ Էրդողանին, եւ մեկ անգամ եւս ճիշտ կարծես ատրպատականցիները ցույց տվեցին, որ անջատողական սեպարատիստական ձգտումները հող չունի այս տարածքներում, այս հողի վրա։ Այդ իմաստով ես շատ մտահոգված չեմ, բայց այնուամենայնիվ այդ միջամտությունները առիթից պղտոր ջրից ձուկ որսալու այդ փաթուրքիստական մտայնությունը գոյություն ունի ամեն դեպքում եւ կարող է որոշակի վտանգ պարունակել իր մեջ։ Այս պահուն մենք գիտենք, որ Հայաստանի վարչապետը պիտի երթա Անկարա եւ հանդիպի Թուրքիո նախագահի հետ, Թուրքիո նախաձեռնությամբ եղած մեկ հանդիպում է։ Ձեր կարծիքով Թուրքիան ինչպես պիտի փորձե այս բղդոր ջուրերու մեջ, ինչպես դուք գսեք, այս պայմաններու մեջ Հայաստանին բողելու, գործելու հավելյալ այսպես հավելյալ զիջումներ կամ ինչ է պատճառը ըստ ձեզի այս հանդիպման։ Չի հայտարարված այս բանը, աշխատանքային այցի նպատակները դեռ բաց չեն, բայց նկատի ունենալով հայաստանյան դիվանագիտության վերջի տարիների պրակտիկան,
Կարծում եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանից գնում է ստանալ որոշ դիրեկտներ, մ, այսպես կոչված զիջումներ տալու ուղղությամբ։ Տեսեք, մի քանի խնդիրներ կան, որ այսօր տագնապում է մեր հայաստանյան հասարակությանը։ Օրինակ սահմանադրության փոփոխության խնդիրն է, այդ խնդիրներից սկսվում է այս բոլոր զիջումների շղթան եւ հանգում է միջև իսկ Հայաստանյաց առաքելական եկեղեցու միջեկեղեցական կամ ներեկեղեցական գործերի մեջ միջամտելու կոպիտ փորձերին, որ իշխանությունները փորձում են իրականացնել։ Տեսեք, այս բոլոր հարցերին նկատի առնելով հիմա այսօր բավականին կասկածներ կան, որ այս հանդիպում պետք է ծառայի հենց այս զիջումների խնդրին։ Ամրագրման։ Այո, ամրագրման ավելի։ Թեև ասեմ, եթե ասում եմ, պրակտիկան Հայաստանի դիվանագիտության այս սխալ ընթացքն ու անցյալը գոյություն չունենար, վաղվա հանդիպումը պատմական նշանակություն պետք է ունենար, որտեղ առաջին անգամն է, որ այդ մակարդակում առաջի դեմքով այս նոր երրորդ հանրապետության ժամանակ հանդիպում են երկրի ղեկավարները, բայց ցավոք մենք գտնվում ենք այս տխուր իրականության մեջ, որ չգիտեմ իրական Հայաստան, թե պատմական Հայաստան, պետական, թե ազգային, Արարատ, թե Արագած, այս շինծու փարադոքսալ հասկացություններով փորձում են հայ հասարակության միտքը սպաղեցնել, իմ կարծիքով, անիմաստ բաների շուրջ, հասկացությունների կամ տրանսֆորմացիաների շուրջ, ինչպես իրենք են ասում։ Վերադառնանք Իրան շատ կարճ մեկ բանի նյութի շուրջ, այստեղ զարմացած են Եվրոպայի մեջ ընդհանրապես զարմացած են, որ իրանցիներ, շրջանակներ, մասնավորապես ինտիմատիվ շրջանակներ, որոնք ավելի ազատություններ կպահանջեին Իրանի իշխող ռեժիմեն, այդ գիներու ազատագրության, այդ շարժումը եւ ուրիշ շարժումներ զարմացած են, որ այս շրջանակները այս արիտը չեն օգտագործել, որովհետեւ այսպես հասարակական կամ քաղաքական բաները սկսվին, իմպոստությունը սկսին Իրանի մեջ եւ շատ հետաքրքրականորեն կտեսնենք, որ նույնիսկ այդ շրջանակներու կարևոր թեմքերը, ինտիմատիվ թեմքեր բացարձակապես հետաքրքրված չեն Իրանի մեջ իշխանապողության ձեռնարկելու եւ օգտվելու իբրև թե Իսրայելի ընձեռնած այս արիտեն խոսվի ազգայնականության մասին, այսինքն Իրանի մեջ ազգայնականությունը կարևոր մեկ բան է, աստագ է, որ դարածված է ամբողջ ժողովրդի զանազան հատվածներու վրա, դուք ինչ կմտածեք այս մասին, կգարձեք, որ հասարակության մեջ ուժեր կգտնվին, բացի անոնցմե, որոնք կփուզանվին արտասահմանի մեջ, մասնավորապես Միացյալ Նահանգներու մեջ, կգարձեք, որ Իրանի մեջ այսօր ուժեր կգնան գտնվել, որոնք կգնան իշխանապողության համար այսպես մեծ շարժումը ստեղծել, հեղափոխություն, հեղաշրջում եւ այլն ունել։ Դուք ճիշտ նկատեցիք այդ մի քանի ընդդիմության գլխավոր ուժերը, որովհետև տարաբնույթ ընդդիմություն գոյություն ունի այսօր իրանական, բայց այն գլխավոր ուժերը, նրանք որ ավելի ձգտում են դեմոկրատական ռեֆորմներով փոփոխություններ մտցնել, եւ ընդհանրապես ես կասեի իրանցի ժողովուրդը կամ իրանյան ազգը նման պայմաններում եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ներքին քաղաքականության մասին չի մտածում, երբ գոյություն ունի արտաքին լուրջ վտանգ եւ ոտնձգություն։
Այս տենց պայմաններում սա առաջին անգամն էլ չի, Իրանի ժողովուրդը միշտ արագ, շատ արագ ը, ժամանակամիջոցում հնարավորություն ունի եւ ընդունակություն ունի կոնսոլիդացնելու իր բոլոր ուժերը եւ պաշտպանելու հայրենիքը, այսպես ասենք, սա հերթական դրսևորումն է։ Ինչպես ասում եք, իհարկե կան ընդդիմության մեջ հոսանքներ կամ տարրեր, որոնք ը, այլ նպատակներ են հետապնդում, խոսքս այդ մասին չի, անշուշտ դրանք մի փոքր մաս են եւ դրանց մասին խոսելն էլ կարծում եմ շատ լուրջ չի լինի։ Ժողովրդի հիմնական մասը Իրանում եւ մանավանդ այս իշխանությունների, այսինքն այս բարեկարգչականների նկատմամբ ընդդիմադիր կամ հակառակ հոսանքի ֆունդամենտալիստները, ծայրահեղականները, բարեկարգչականները, սրանք բոլորը եւ ժողովրդի լայն մասան իմի են եկել Իրանի պաշտպանության առանցքի շուրջ։ Այս ազգային կոնսոլիդացման խնդիրը լուրջ է։ Իսկ արդյոք կա ուժ, որ պատրաստվում է մոտորերս իշխանափոխություն իրականացնի կամ ստանձնի իշխանությունները, ես չեմ տեսել այդ բանը լուրջ, այսինքն քաղաքական ուժի Խոսեցի բանակի մասին։ բանակն էլ Մինչև հիմա ես չեմ նշմարել մի որևէ տենց ձգտում։ Գիտեք, զինված ուժերն Իրանում բաղկացած են եւ բանակից եւ պահապանների կորպուսից։ Այո։ Պահապանների կորպուսն է առաջի ճակատում այս պահի դրությամբ, որտեղ ասում եմ այդ տիեզերաօդային պատերազմի բանը սկզբից էլ այդ դիվիզիան եղել է կորպուսի մոտ։ Օդուժը որոշ չափով կարող է միջամուխ լինել, բայց բանակը իր ամբողջությամբ մեջ այսպես ստանդբայ վիճակի մեջ է հետագա զարգացումների մեջ մասնակցելու կամ չմասնակցելու ամեն դեպքում այդ վիճակի մեջ է եւ չի թվում, որ այդպես եւ բանակի եւ կորպուսի կողմից տենց քաղաքական միջամտություններ երկրի քաղաքական դաշտում բոլորովին չի նշմարվում։ Անշուշտ հասարակության այս գեցվածքը անպայման որ պիտի աստեցություն ունենա հետագա այսպես Միացյալ Նահանգներու եւ տարբեր երկրներու թիրքորոշման վրա եւ առնվելի քայլերու վրա։ Շնորհակալություն Ես եմ շնորհակալ։ մեր հրավերը ընդունելու եւ այս հետաքրքիր հարցազրույցի համար։ Ընդ եմ շնորհակալ։ Ձեզ էլ հաջողություն։ Նմանապես։ Ապրեք։